Որոշները նաև, որ Հայաստանում խոսքի ազատություն չկա, կարծիք հայտնելու ազատություն չկա, որ նույնիսկ եկեղեցում պաշտպանված չես։ Ժամանակին թուրքական ջարդերի ժամանակ շատ հայեր փորձել են եկեղեցում իրենց կյանքը փրկել, բայց չի ստացվել, նույնը հիմա է, դու կարող ես գտնվել եկեղեցում, խաղաղ կանգնած լինել, գալ քեզ հրեն, հետո հայտնվես բանտում, հաշվի չառնեն ոչ քո տարիքը, ոչ քո առողջական վիճակը, ոչ թե որտեղ ես դու գտնվել այդ պահին, ակցիայի իմաստը խորհրդանիշը հենց դա է։ Դավիթին ենք աջակցում, բայց ավելի լայն նշանակություն։ Իհարկե լայն նշանակություն ունի, Դավիթի փոխարեն կարող է լինել յուրաքանչյուրս, եթե տեսանք նույն էլի ավտոշարասյունը երեք իր վայրակ պարվածքի պատճառով էլի սպանության պատճառ դարձավ, հղինա մեքենայի տակ ընկնում, անպատասխան են մնում, գիտեք իրենք երգում են նաև, որ Արցախը իրենք են հանձնել, այնպես որ իրենց հերքասները, պնդումները, որը իմ համար միշտ երբեք արժեք չեն ունեցել, բայց հիմա էլ կարծում եմ ժողովրդի մեծ մասի համար արժեք չի ներկայացնում, հա մարդ, որ կարող է սեփական եկեղեցին պղծել, սեփական հայրենիքից հրաժարվել, հանուն նրա, որ պաշտպանի իր աթոռը, կարծում եմ նրա եւ նրա թիմակիցների գնահատական տալը արդեն իսկ հարիր չէ մեր նման մարդկանց համար։